Որն է ամենակարևորը։ Տեքստի, խոսքի մեջ գլխավոր հիմնական իմաստը գտնելը նույնիսկ փոքրիկ և պարզ թվացող պատմություններում այնքան էլ հեշտ չէ։ Ուստի երեխաներին պետք է քայլ առ քայլ սովորեցնել ունկնդրած տեքստում կարևոր է էականը գտնելու կարողությունը, կարելի է զարգացնել բազմազան առաջադրանքներով։ Որպես սկիզբ կարելի է ունկնդրման համար առաջարկել այնպիսի տեքստեր, որոնց գլխավոր ասելիքը, իմաստը արդեն իսկ պատրաստի ձևակերպված կա։ Երեխաներին մնում է գտնել այդ նախադասությունը։ Այս տեսանկյունից հրաշալի նյութ կարող է դառնալ բոլոր առակները, որոնց վերջում ձևակերպված է գլխավոր ասելիքը։ Սովորիր հարցեր տալ։ Հարցեր տալու կարողությունը շատ կարևոր է։ Հաճախ ավելի դժվար է հարցեր տալը, քան դրանց պատասխանելը։ Հարցի ձևակերպումը արդեն ցույց է տալիս թեմայի, նյութի, խոսքի, տեքստի մասին մարդու պատկերացումները, ընկալման աստիճանը։ Արդյունավետ հաղորդակցության հմտությունների ձևավորման համար կարևոր է երեխաներին սովորեցնել ըստ էության հարցեր ձևակերպել։ Այդ հարցում ձեզ մեծապես կօգնեն խմբավորում, հնգյակ, կենսագրական բանաստեղծություն, քառաբաժան մեթոդների, հրահանգներում զետեղված հարցադրումները։ Տեքստը կարդալուց առաջ երեխաների հետ պետք է խոսել հարցեր տալու կարևորության և անհրաժեշտության մասին։ Որպես օգնություն կարելի է առաջարկել կոնկրետ ունկնդրած տեքստին տեղեկատվությանն առնչվել հնարավոր հարցերի մի քանի գաղափար, որոնց օգնությամբ երեխաները կարող են առավել ճշգրիտ ձևակերպել իրենց մտքերը։